Սերժրաչյան հովիվին, ինչպես նաև Տեր Խնամագալության և եղբայր և քույրերուն, որ թարսյալ այս արիթը ինձի շնորհեցիք, որբեսի կամ սեզի հետ միասին Աստուծո սուրբ և բադվական խոսքը բաժնեցինք։ Այս հաղորդակցության համար, որ թարսյալ Տերը շնորհեց, անոր 1000 փառք կուտամ այսօր։ Ինչպես ինքը ըսավ, ասկե մոտ 6 ամիս առաջ մեր քովը գտնվեր մեր եղբայրը, միասին շատ գեղեցիկ հաղորդակցական շաբաթ ունեցանք, միասին նստեցանք, միասին մտածեցինք, միասին աղոթեցինք մեր երազները, մեր հերանեկարները, մեր մտահոգությունները, բոլոր միասին ծրագրեցինք, խորեցանք, ինչ կրնանք անել Տերոջ համար և հուսամ թե մեր կյանքին մեջ հարմար ժամանակին անոնք պտուղ պիտի տան։ Անոր համար Տերոջը փառք կուտամ։ Երկրորդ, մեր սիրելի եղբայրներս և քույրերս, մեր սիրելի Տերոջ անունով կողջունեմ և մեր փոքրիկ Լոնդոնի հոդին քրիստոնեական չերմ սիրո ողջույնները ցեզի կբերեմ։ Այո, և Տերը օրհնե ցեզի, կտեսնեմ թե գործը կընթանա, մինակ թե այս եղիաթորները այս անգամ քիչ ավելի բարդ կտեսնեմ, այս կողմը ավելի խռնված է, սակայն թիվը չէ շատ կարևոր Տերոջ համար, որակը շատ ավելի կարևոր է։ Մեկ հոգի փրկությունը շատ ավելի կարևոր է Տերոջ արչին, քան թե հազարավորներու, որոնք կուքան ու գերտան և երբեք փրկության զորություն իրենց կյանքերուն մեջ չեն ճանչնար։ Ուստի գրգին փառք կուտամ Տերոջը և կաղոթեմ, որ ձեզ արադապես օրհնե, ձեր հովիվ օրհնե, ձեր երեցները օրհնե, եղբայր և քույրեր օրհնե և այս Կանադայի այս անկյունին մեջ, ուր հայ քաղուտը երթալով կբազմանա, ինչպես կտեսնեմ, մանավանդ այս թաղի մեջ, Վիկտորիայի թաղի մեջ, կտեսնեմ հայերը երթալով կշատնան, որպեսզի թուք Տերոջ այքին այս անկյունին մեջ իբրև լույսեր, իբրև գանթերներ, իբրև մոմեր վարելով լույս տակ և խավարի մեջ բնակող շատ մեղավոր կյանքերը հրապուրեք Տեր Հիսուս Քրիստոսի փրկարար զորության և Տերը փառավորվի։ Սիրելի երկնավոր Հայր, քո առջևդ կուքանք թարսյալ և կխնդրենք քո ներկայությունդ և կխնդրենք, որ քո Սուրբ Հոգիդ մեր քաստիարակը լա այսօր, որ մեր ըսելիք խոսքերը, մեր ուսումնասիրելիք հատվածը մեզմե ելած չլա, հաբա ուղղակի քո պատգամդ եղած լա։ Զգարությամբ ցանվելիք քունդերը ցուն զորության վերած է և արկասապեր և արդյունաբերեր է մեր կյանքերուն մեջ, որպեսզի մենք բդուղ տանք և արատ բդուղ տանք քո անվանդ փառքին համար։ Հիմա մեր փերնին խոսքերը, ինչպես նաև մեր սրտին խորհուրդը, ով Տեր, քո առջևդ ընդունելի ելան։ Ամեն։ Մեր եղբայրը կարդաց մեզի այդ հատվածը անշուշտ, բոլորովին անոր վրա պիտի չի կայանամ, սակայն ըսելիքներս մասամբ մանոր հետ առնչություն ունին։ Իմ բնապանս այսօր եղբայրներ և քույրեր կգտնվի Դանիելի գրքին մեջ, նշանավոր համարը, որ վստահ եմ, թե ձեզ մեջ շատերը քոց գիտենան իգա։ Դանիել 12:3 հանալույալ տերևս պետք ունենք և գսե այն ադեն իմաստունները երկինքի հաստատությանը լույսին պես և շատերը արդարության առաջնորդողները երկինքի աստղերու պես պիտի փայլին հավիտյանս հավիտենից։ Լույսերու պես պիտի փայլին գսե մեզի Աստուծո խոսքը։ Անշուշտ աստղերու մասին շատ բան գիտե այսօր մարդ։ Կար ժամանակ մը, որ 19-րդ դարու մեջտեղերը վերջավորության աստղերու թիվը կհամրվեր։ Անոնք կհամրեին մոտավորապես 50,000-ին 60,000 աստղեր կար,
անցրբեդի մեջ։ Սակայն ներկա գիտության լույսին ներքև մեզի գսեն թե աստղեր ակին գսեն։ Բնական է, որ այս Աստուծո երկնագամարին մեջ կան շատ աստղեր, որոնք մենք առօրյա կտեսնենք, կան լուսավոր աստղեր, որոնք կփայլին ինչպես արևը, որ մեզի ամենամոտ աստղն են 93 միլիոն մողոն հազիվ գա, անոր համար թե ցերեգով կփայլի, թե քիշերով կփայլի արևը։ Սակայն կան աստղեր, որոնք ավելի հեռու կգտնվին մեր երկրե, անոր համար անոնց լույսը հազիվ կտեսնենք մենք։ Կան նաև այդ տեսակ աստղեր, որոնք այնչափ հեռու են մեզ, որ անոնց լույսը աչքով չենք կրնար տեսնել մենք, բնական աչքերով չենք կրնար տեսնել։ Հոգևոր աշխարհի մեջ հալածիկա ճշմարտություն է։ Կան շատ աստղեր եկեղեցական պատմության մեջ, Սուրբ Գրքի պատմության մեջ, որոնք արևու պես կփայլին, ինչպես Պողոս առաքյալը, Պետրոս առաքյալը, առաքյալները, Հիսուսի համար արդեն ասել ավելորդ է, որովհետև անիկա գսե ես եմ Դավիթի արմատը, առավոտյան պայծառ աստղը, անիկա քերակույն աստղն է, քերակույն փայլող աստղն է մեր կյանքի մեջ, եւ ապա գսե Հովհաննես 12-ի մեջ, ես եմ աշխարհի լույսը, բոլոր աշխարհի լույսը ես եմ գսե։ Եթե մեկը իմ ետևես կա, խավարի մեջ պիտի չի մնա, հաբագենած լույսը պիտի ունենա։ Սակայն ասոր ես մեկտեղ, կան նաև շատ հավատացյալներ, որոնք Տերոջ համար կփայլի, որոնց անունները մենք գիտենք, առօրյա household names են անոնք մեզի համար, ինչպես Բիլի Գրահամը լսած եք, Լուի Փալաոն լսած եք, մեր ազգային կյանքի մեջ, եկեղեցական կյանքի մեջ շատերու շնորհալիներու անունները եւ այլն լսած եք, եւ անոնք կփայլին։ Սակայն կան շատ հավատացյալներ, որոնք ոչ նվազ կարևոր են Աստուծո թագավորության մեջ, որոնք իրենց ցերերը կփերեն, սակայն դժբախտաբար մեզ հերու գտնվելուն համար անոնց լույսերը անչափ զորավոր չեն թվիլ մեզի։ Ինչպես նաև կան շատ Աստուծո զավակներ, որոնք աշխարհի ամեն մութ անկյուններու մեջ գվկայեն Տերոջ համար։ Իրենց կարելին գնեն, լուբաները գուտան, չեդինները կսրբեն եւ ավետարանչության գուտան, ուրիշ բաներու գուտան, որոնց անունը երբեք պիտի չլսենք մեր կյանքի ընթացքին։ Սակայն երբ որ երկինք երթանք, մեզի համար շոքերեն մեկնալանիկա պիտի լա, որ պիտի տեսնենք այդ տեսակ մարդիկ, որոնք չէին կուսար շատ ավելի արժանավոր ցիրքի մեջ եւ շատ մարդիկ պիտի տեսնենք, որ դուսայի թե թիվ մեկ տեղ պիտի կրավեն, հետիններ պիտի լան։ Սակայն սիրելի եղբայր քույրեր, մենք ժամանակ շատ ունենք, սակավի շատ ունենք, երբ կսենք, մեր սիրելի եղբոր նման ովևէ մեկ ադեն գրնա անշատվիլ մեր կյանքանալ չենք գիտեր, նա անորալ սավակցությունս կհայտնեմ անշուշտ, որովհետև ինձի համար սիրելի եղբայր մներ Քազանջյան եղբայրը, սակայն դեր ես կգանչե չենք իրեր, սակայն քանի արից կուտա պատրաստվելու ժամանակ է մեզի փայլելու համար Տերոջը երկնագամարին վրա։ Ուրեմն Աստուծո զավակներն ալ գանչված են իրեն համար փայլելու։ Սուրբ Գրքին մեջ շատ աստղեր կան։ Սայա լսեմ, որ աշխարհի առումով աստղ կգոչվին անոնք, սարդ կգոչվին այդ տեսակ մարդիկներ, որոնք թերագադարներ են, էկտերներ են, էկտրեսներ են, այդ մարդիկները հագարակ իրենց փարոյական կյանքին, անփարոյականության կամ ովևէ մեկուն, անոնք պատվավոր ցիկեր կփռնեն մարդոց մտքերուն մեջ։ Եվ ես շատ մտուներ այցելած եմ տեսնելու համար, թե կազմը երդասարտուիները, ննչասենյակները զարդարված են այդ էկտերներով բոլորովին։ Եվ անոնք իրենց համար հերոս բռնած են, անոնց անունները ծանոթ է իրենց, եւ աշխարհի առումով ուրեմն այդ մարդիկները ստար կգոչվին, սակայն հոգևոր առումով, հոգևոր աշխարհի մեջ բոլորովին դարբեր է պատկերը։ Աստվածաշունչը մեզի կգոչե աստղեր, անոնք որ Տերոջ համար կփայլին,
անոնք որ դերոջ համար գործեն, անոնք որ դերոջ համար իրենց սրամները գուտան, անոնք որ դերոջ համար գծարայեն, իրենց սկայարանքները գործածեն, գվազեն ու գվազվզեն, գզոհեն եւ գզոհվին, որբեսի մեկ հոգի մահվնե գարենան ազատել։ Անոնք իրական աստղեր են։ Ոչ միայն աստեղը պիտի փայլին, հաբա հավիտենականության մեջ, երկնից մեջ անոնք պիտի փայլին գսե Դանիել մեզի հավիտյանս հավիտենից, փայլուն աստղերու նման։ Այդ ծագող աստղերեն մեկը, որուն պատմությունը մեր եղբայրը գացած Հեսուն է։ Հեսուն երդասարդ մներ, Տարիքով բադանի, եւ առաջին անգամ ձայն գտեսնենք, երբ Մովսես Ելից 17-րդ գլխուն 9-րդ համարին մեջ գանչեց ինքը, որբեսի մարդիկ ընտրե եւ ամաղեգիթեմ բادرազմի ղրգե։ Եվ Հեսու ամիջապես գործի գլծվի եւ գգարտանք, որ Հեսու Մովսեսին բոլոր ըսածը եղածին պես կատարեց։ Փանագը գազմեց, Ահարոն եւ ով լերը ելան դերոջ ներկայության աղոթելու, որբեսի Իսրայելի փանագը ամաղեգիթեմ հաղթական ըլլա։ Հոստեղը Հեսուն փայլող աստմներ, անոր հնազանդությունը շատ աչկարու է։ Մովսեսին ըսածին պես չսա, որ ես մանուկ եմ, ես պատանի մնեմ դագավին, ես կրնամ այս հսկա փանագը հանել եւ թշնամի ինձեմ երթալ։ Այդպես չսավ, եղածին պես զայն գադարեց։ Սակայն նայեք Սավողի կյանքը, Սավող թագավոր մներ, հսկա թագավոր մներ, զանոթ թագավոր մներ, գելլեր եւ գմտներ, բادرազմող թագավոր մներ, Աստվածը սա քնացուն ալամաղ է գզար, ինքալ քնած ամաղ է գզարնելու համար, սակայն սա որ նզովված են ոևէ մեկ բան պիտի չառնես սա։ Սավող բادرազմի քնած, սակայն Հեսուի նման բոլոր Աստուծո ըսածները չգադարեց։ Երբ հոնքեր ոչխարները տեսավ, երբ ավար տեսավ, անոնց մեկ խլեց եւ իրեն հետ միասին ծերավ։ Խորելով թե դերը չի գիտեր, դերը չի ջանցնար, գերբով մսը բրթելով գրնա անցնիլ, դերը խապել, դերը ամեն բան գիտե, եկեղեցիներուն գծե հայտնության հովանու մեջ, ամեն մեկ եկեղեցին Եփեսոսի ստսելով գծե գիտեմ ձեր գործերը, դերը մեր բոլոր գործերը գիտե, նիստ ու գացը գիտե, մտնել ելլելու գիտե, խորհրդածությունները գիտե, առավ մտագավին չիրա գործած, դերը գիտե ամեն բան։ Անոր համար իր մեկ բանը չենք կրնար բայել։ Ուստի որչափ ավելի ուշադիր պետք է լանք, որբեսի դերոջ հրանքները իրենց տեղը գարենանք լիովին բերել։ Բոլորը ցածը դերոջը գադարել։ Դերոջը բոլոր գամքը գադարել Դավիթի նման։ Դավիթի որ Հեսեի որդին ասավ Աստված Դավիթ իմ սրտիս ամեմատ մարդ մներ, որ ինչ հրավսավ եղբայր իմ բոլոր գամքս, ոչ կիսկադարը, ոչ կեսը, ոչ երորդ քառորդը, բոլոր գամքս կադարեց։ Դերը այսպես կուզե, 100% իրեն ծառայողներ կուզե։ Մենք շատ անգամ, եւ որ մեր քորդին գուկա դերոջը գվազենք, եթե մեր քորդին չկա չեն գնել։ Այնպես որ դերոջ օրենքը զանցարություն գնենք։ Սակայն դերը գուզե, որ մենք 100% նվիրվենք։ Դիմոթեոս ալ երդասարդ էր։ Դիմոթեոս ալ դերոջը նվիրվեցավ, երբ Պողոս գնաց Դերբե, Լիստրա, անդեղ զինքարավ, իրեն հետ միասին բոլոր իր միսիոնարության ճամփաներուն դարավ, Դիմոթեոս շատ երդասարդ տղա մներ, սակայն չարարգեց։ Անիգա Պողոսի ձունգերուքով դաստիարակվեցավ, գործին համար պատրաստվեցավ եւ Պողոս արավ իր մյուս ճանապարհագիծներուն հետ միասին, ինչպես Խուգաս, ինչպես Շիղա եւ ուրիշներ, իրեն հետ միասին դարավ դեպի Եվրոպա, որովհետեւ դերոջ խոսքը քարոզե։ Եվ ապա տարիներ վերջի որ Դիմոթեոսի նամակը գքրե Պողոս արաքյալ գծե, մեկը քու մանկությունը չանարգե գծե։ Աստուծո թագավորության մեջ բզդիկները պետք չի անարգենք, ըսելով թե մենք ավելի լավ գիտենք, մենք ավելի փորձառու ենք,
մանուկները, երդասարտները, բադանիները իրենց թերը եւ իրենց տեղ ունին Աստուծո թագավորության մեջ։ Հաբա թուն գսե օրինակ եղիր բոլոր սուրբերով, խորքով, խոսքով, վարմունքով, սիրով, հավատքով եւ մաքրությամբ գսե։ Ինչ գեղեցիկ խոսքեր են ասում Պողոս Արաքյալի փերնեն։ Ուրեմն կտեսնենք թե Հեսու առաջին անգամ հոնի պրև երդասարդ կտեսնվի Աստուծո երկնագամարին վրա գելլե մեգեն եւ գշարունակե փայլիլ դերոջ համար։ Երկրորդ ուրիշ բարի սովորություն ուներ Նավեի որդին Հեսու, որ զայն կտեսնենք Ելից 33:11-ի մեջ, ուրդեղը կգարտանք, որ երբ Մովսես լերը գելլեր Աստուծո ներկայության, միաժամանակ Նավեի որդին գսե Հեսու ժողովրդած վրանեն չեր զատվեր։ Բարի սովորություն ուներ դերոջը դունը երթալու։ Հիմա այս շատ նույնիսկ կարծում հավատացյալներ այս բարի սովորությունը չեն կործածեր, ինչպես դերը գուզե իրենց մե։ Երբեմն գնային քիչ մանանքից կսկան, վազանցա։ Երբեմն ասկականներ գուքան իրեն հերու դեղե, հիմա ասկականներ եկան, հյուրեր եկան, ուրեմն այսօր ալ երտանք, միակիմ երթալովս պիտի լեսվի եկեղեցի։ Այդպես ասելով գզլանան եւ ասի իրեն սովորություն գլա։ Սակայն Հեսու ժողովրդած վրանեն չեր զատվեր, որովհետև անի սովորությունն էր։ Արաքյալները, Պողոս Արաքյալ, երևի իր ճանապարհագիցները, ուր որ երթային գսե, իր միսիոնարական ճամփորդություններու ընթացքին, իրենց սովորությանը պես դաջարը գերթային եւ անդեղեն գսկսեին Աստուծո խոսքը սորվեցնելու։ Հիսուս 12 տարեկան դարիքի մեջ կորսվեցավ եւ գտնվեցավ դաջարի մեջ իր սովորությանը համաձայն։ Եվ պետք է գիտնայի կսավ մորի եւ հորը, որ ես իմ հորս տանը մեջ կգտնվին։ Այսպես է սիրելիներ, արդյոք դերոջը դանը փափակը մեր սիրտը գլեցնե, արդյոք մենք ալ Սաղմոս 2-ին նման կուրախանանք, երբ մեզի գսեն դերոջը դունը երթանք, եւ անի նաեւ գսե դերոջը դանը մեջ մեկ օրը հազարեն լավ է, գրախնդրեմ անոր շեմի մեջ կենալ, քան թե ամբարշտած վրաններուն մեջ մնալ։ Այս բարի սովորությունը դերը մեր մեջ արձարծ է։ Հիմա շատ մարդիկ կան, երբեմն որպես ես ալ գայցել եմ, կտեսնեմ, գսեն բոլոր շաբաթ աշխատեցանք, կհոգնենք, որ պայման է, որ գիրագի միշտ եկեղեցի վազենք, եկեղեցի երթալով մարդ կփրկվի, անշուշտ եկեղեցին մարդս չի փրկեր, չի դա գեսածը, Հիսուս է, որ մարդս կփրկե, անոր արյամբ է, որ մենք կփրկվենք, սակայն եկեղեցի երթալն ալ գսադար է, մեր հոգույն սուրբին մեզի համոզումին, հավատքը լսել են գուկա, եւ լսել Աստուծո խոսքեն, եւ ապա եկեղեցի երթալով մենք Աստուծո զավակներուն հետ կնույնացնենք մենք մեզ, միասին հաղորդակցություն կունենանք, միասին Աստուծո խոսքը կսերդենք, գայթը որ առանցին կմնա, անիկա երթալով կմարի, սակայն եւ որ ածուխի գդորները ամբողջ միասին գուկան, իրար գդակցնեն, ադիգա դժվար է մարեն։ Եվ այսպես սիրելիներ, այս բարի սովորությունը մեզի հետ միշտ մնա։ Հեսուին հատկություններեն մեկնալ ասիգա էր, ինչու համար իրեն գսեմ, թե Աստուծո երկնագամարին մեջը ձակող աստ մներ, ահավասիկ հատկություններեն մեկը։ Երորդ կետը գուզեմ վերարնել Հեսուի մասին, պետք է զգուշացնեմ, որ 6 կետեր են այսօր, սակայն հուսամ, թե ծեր ժամանակը շատ չեմ առներ, ժամը 6 եղավ արդեն, գրծադից չապարակ պիտի անցնին վրա են։ Հեսու գսե, Մովսեսի հետ միասին լերը ելավ, սակայն ոչ բոլորը մասը լերը ելավ։ Ահարոն ալ գար մեջտեղը, Օվր ալ գար մեջտեղը, Գորխի որդիները գային, բոլոր ղերդացիները գային, անոնց մե ովևէ մեկը Մովսեսի հետը չարավ։ Հապա իր զարան գսե, Մովսեսի զարան, Հեսու իրեն հետ միասին լերնի վեր մաքլսեցավ։ Ժողովուրդեն շատ ավելի
դեսիլ կունեցավ։ Ագանադես եղավ այդ հբումին և հանդիպումին, որ միայն Աստուծո զարան Մովսես իր կյանքի ընթացքին ունեցավ։ Իր մե առաջ կսե և իր մե վերջը, դերը 3 տեսնող, դերոջ հետ 3 խոսող ուրիշ մեկը չելավ։ Եվ ահավասիկ այս երդասարդը, այս պատանին կամաց կմարզվեր։ Բոլորովին նվիրված էր այդ կորձին համար, որ դերը զինքը կանչադեր։ Նվիրում պետք է եղբայրներ քույրեր։ Եթե մեկը գոչում չսկար, եթե մեկը նվիրում չսկար իր կյանքին մեջ, դժվար է դերոջը կորձը կատարել։ Որովհետև հոգնած ադենը թանկարծ կարիք մգլա պետք է վազես անդեղը։ Սատանան ներսեց գսե քեզի, որ ու գսե աստեղըտ կծավի, անդեղըտ կծավի, գեցիր հանքից սրե, վերջությունալ հարկեցեք կլաց, ասանք կլաց, անանք կլաց։ Շատ արագ կվազես, որ քիչ թուն քեզ կամացուր, այս տեսակ խոսքեր գսեն մարդիկ, որովհետեւ դերոջը կորձին առաջ կառնեն։ Ուրեմն դերոջը փառքը տեսավ։ Մովսեսի նման, եւ որ Մովսես դերոջը փառքը տեսավ, Մորմենին տեսավ, փոխված մեկն էր։ Զանրալեզու էր։ Աստված իրեն Ահարոնը տվավ, որբեսի միասին երթան եւ կորձը գադարեն։ Եվ որ Երեմիա Աստուծո ներկայության մեջ գտնվեցավ, իր մանուկը լալը ըսկաց մեկեն, անկարողը լալը ըսկաց։ Սակայն այն դեսարան այն շատ գեղեցիկ էր, որ Աստված եկավ եւ իրեն մոտեցավ եւ իրեն տվավ, ալևս կսե քոանորենությունը շնչվեցավ, մի սերասկե եթե որթուն մանուկ ես, բիդի ես ասուր որ քեզ գրգեմ, բիդի ես ինչ որ ես քեզ եսեմ, բիդի ես ինչ որ ես կուզեմ։ Ատե վերջը Աստուծո զավակները դարբեր էին։ Թունալ սիրելի քույր եւ սիրելի եղբայր, եւ որ Տեր Հիսուսի մեջ շարունակ հպման մեջ կգտնվի, իր երեսին փայլը կտեսնես, այնադեն քու երեսը դալ Մովսեսին պես պիտի փայլի։ Մարդիկ եւ որ նային երեսին իրական քրիստոնյային, գսեն որ աս եղբոր այդ քրոջը երեսը Հիսուսի երեսին պես կփայլի։ Երեսին վրա գարտած իր նկարակիրը գսեն մարդիկ, իրեն կրնան գարտալ։ Չեն կրնալ մենք մարդիկ խապել, չեն կրնալ երկու դերեր ունենալ, կամ մեկը պիտի հաջեցնենք և կամ մյուսը, կամ լման մեկումը պիտի հանձնվենք, կամ լման մյուսին։ Մեկ ձեռքերնից աշխարհի և մեկ ձեռքերնից Տերոջը չլար, 50-50 is no good գսեն անգլիացիները։ Պետք է 100 Տերոջը նվիրվենք և դերը մեզ իր փառքին համար գործած է։ Չորրորդ կետան է, որ Հեսու նաև 12 լրդեսներեն մեկն էր, որ Մովսես կաթես Փարնիայի ղրգեց, որբեսի Քանանու երկիրը լրդեսեն, և անշուշտ գիտեք պատմությունը, լրդեսներուն 10 հատը եկան, և ասին, որ այդտեղը հսկաներ կան, վիթխարի մարդիկ կան, ենագիմներ կան, երկիրը շատ գեղեցիկ է, շատ աղոր է, սակայն մենք կվախնանք ատկե, մենք չենք կրնար եսալ ժարանքեր։ Հեսու և Քաղեբսին Մովսեսի շիդագ է իրենց սացը, մենք կհաստատենք անոն, հսկաներ կան, սակայն Աստված մեզի կանչեց այդ հսկաները դաբալելու համար և երկիրը նվաճելու համար։ Հոգևոր կյանքի մեջ հսկաներ կան, որ մենք պետք է դաբալենք, Սատանան է անհսկան, որ մեր շատ մը հարաճ խաղացման արգել կհանդիսանա, սակայն Հիսուսի անունով մենք ամեն բան գրնանք կնել։ Պողոս Արաքյալ գսե ամեն բանի կարող են անով որ զիս զորացուց։ Չիկա բանը, որ մենք չենք կնարնել, եթե Տերոջը լման նվիրված լանք։ Քեզի ժամանակ գիշեք եղիս է, ինչը սավիրեն, և որ վաղցավ քեղեսի, ով դերսավ, ասոր աչկերը պաց, որբեսի դեսնեն։ Մեմնալ իր հոգեգան աչկերը պացվեցան և դեսա, որ իր շուրջը Աստվածի սկակույն մշարեր է։ Դերը իր զավակներուն շուրջը իր պանագը գտնե, որ Սատանան ոևէ վնաս չի գրնար հասցնել անոր։ Եվ որ մենք անոր էս կալենք, դերը մեզի ամեն շարե պիտի պահպանե։ Եզեկիայի ալ նույն բանը հրավ դերը։
Դերը բادرազմեցավ իրեն համար, որովհետև Աստվածավախ թագավոր մներ, որովհետև իր ճիշտության, իր իմաստության, իր սրամին, իր փառքին չի հենեցավ թշնամին թեմ ելլելու։ Տաճարը դարավ նամակը Սենեքերիմին, անդեղը գարտած, անդեղը լացավ, անդեղը աղոթեց, հաջորդ օրը դերոջը փանագը ելավ, 180,000 նոց մեծ փանագը դաբալեց և հաղթանակը դվալ Եզեկիայի։ Դերը մեզի համար պիտի բادرազմ, բادرազմը իրեն է, հաղթանակը իրեն է, մեր զորապետը անիգա է, այս կյանքը գսե բادرազմ է, մենք զինվորներ է, մեղած և թևին թեմ պիտի մարտնչինք, իրա որ զորավոր են մեր թշնամիները, բայց մենք ի Քրիստոս զորապետ մերն ունինք գսե, և ավակի դե կանգեր կար և ժամանակ չարնենք։ 5-րդ կետը Հեսու Աստուծմե ընդրված էր ժողովուրդը ժառանգեցնելու համար։ Գիտեք, այդ հսկա Իսրայելի ժողովուրդը մոտավորապես 2 միլիոն հոգի կհամրվեր, որ Եգիպտոսեն ելան և Քանանու երկիր գեցային, հին սերունդը եղածին պես փրվեցավ։ Անոնց մեկս է ամենը Մովսեսեն ձովեն անցան, անոնց մե ամենն ալ նույն գերագուրը գերան, սաղան ես անոնց փոլորեն չի աջեցա, որովհետև անոնք ինձ վշտացուցին, և դեր իր փարգությանը մեջ երթու մրա, որ անոնք իմ հանգիստս պիտի չի դեսնեն, և անոնց մեջն ալ էր թշպախտապար դերոջը ծարան Մովսեսը, անալ խերջը չի դեսավ, անչապ դերոջը համար հաղթանակներ դարավ, և ի վերջոսավ դեր իրեն, ելիր ասլերան կակատը, պասկային կակատը, դես անդեղը, որ Իսրայելի ժողովուրդը բիդի դամ, սագանթուն բիդի չի գրնաց մտել, և հոտ գսե Մովսես մերավ, և Հեսուին գավ վերարգուն Մովսեսի, ինչպես Եղիայի վերարգուն Եղիսեին վրային գավ, և անիգա կորձը շարնագեց, և Հեսու կդեսնենք պատմության մեջ, ինչ հաջողությամբ, ինչ նվիրումով, ինչ հոգիով լեցուն մեկն էր Հեսու, կգարցանք այդտեղը Աստուծո խոսքին մեջ, Մովսեսին իր վրա ծեր կտնելով, Աստուծո սուրբ հոգիով լեցվեցավ Հեսու, և հաջողության քաղտնիքը հոգևոր կյանքի մեջ հոգելից կյանքն է, Բենդեգոստեի կյանքն է, և որ Բենդեգոստեին Աստված այցելեց իր ժողովուրդը, այդ երկչոտ վաղցող աշակերտները մեջ լալով Պետրոս Արաքյալ մեկ արույցներ ծածան, ելան, հրճագեցին ավետարանը, Տեր Հիսուս Քրիստոսի քավչարար արյան միջոցով եղած փրկությունը, և այդ հսկա հրյաներու ամփոխը, որ գսպարնային իրենց թեմ, գսպարնային Հիսուսի թեմ, ձունգի վրա փերին, ըսին մարդիկ եղբայրներ, ինչ պետք եղնենք, որ փրկվին, և Պետրոս Արաքյալ ըսավ, հավատացեք Տեր Հիսուս Քրիստոսի և պիտի փրկվիք, հավատացեք, ապաշխարեցեք, դարձի եկեք և պիտի փրկվիք, և այն օրը գսե 3000 հոգի մեկեն ավելցավ եկեղեցին վրա։ Եվ վերջին գետս ասիկա պիտի լա, որ մեկ հերոսամարտը ևս ուներ Հեսու, և անիգա Երիքովի հաղթանակն էր։ Երիքովի հաղթանակը որ գաբարով չէր, թնթանոթով չէր, սուրով նիզակներով չէր, հաբա դերը դարձյալ բادرազմեցավ իրենց համար։ Դերը հրահան կրավ, ինչպես պետք է շուրջը դառնան 7 օրը ամեն օր մեկ անգամ, ինչպես պետք է 7-րդ օրը 7 անգամ դառնան, և փողերը հնչեցնեն, ժողովուրդը աղաղակեն, և իրենք Տերոջը ցածին պես ըրին, Հեսու էր իրենց առաջնորդը, Հեսու էր իրենց սպարաբեդը, և գսե 7-րդ օրը, և որ փողերը հնչեցուցին, ժողովուրդը աղաղակեց, բոլոր այդ հսկա բարսպաբած քաղաքին բادرը եղածին պես փլան։ Սակայն ինչպես զորությամբ չէ, ուժով չէ, գսե զորացտերը, բայց իմ հոգիովս և ծունով ես գսե մեծ լեր զորապապելի արջև թաշ պիտի լաս։
Զաքարիա 4:4 Եվ իբրև վերջապան ձեզ հետևյալը կուզեմ ցկել ամենքս չենք կրնար լուսավոր աստղերը լալ ամենքս չենք կրնար փայլին բոլորից կարողությունը նույնը չէ ամենուց գիտությունը նույնը չէ ամենուց ցիրկերը նույնը չէ նույն ցիրկերով դոքորված չենք սակայն ամեն մեկս աստղեր ենք Տերոջի երկնագամարին մեջ իրարու լրացուցիչներ ենք Ոյևէ մեկս կայրանք մարմինի մեջ չի գրնարսել, որ ես որովհետև քիթեմ ավելի բագաս արժանավոր եմ, կամ ոտքը, կամ երեսը, կամ ցերկը իրարու չեն գրնար խնդալ, ամեն մեկը իրենց պաշտոն ունին Աստուծո գործին մեջ, և ամեն մարդը իր պաշտոնը գնե, մենք կենդանի քարեր ենք գցել, իրարու հետ գծված Եվ այդպես միասին հոգևոր դաճար մը գշինենք Աստուծո գսե Պողոս Արաքյալ Ուրեմն մենք եթե չենք կնարը լալ մեծ լույսեր մեր կարողության չափով գրնանք լապտերներ գրնանք մոմեր լալ և փայլիլ դերոջ համար բլբլալ դերոջ համար և լապտերին և լույսին մոմին թասը ինչ է անոնք հալելով լույս կուտան Ուրեմն զոհողությամբ է, որ գրնանք մենք լույս տալ դերոջը։ Աղմուկ չի գա, շշուկ չի գա, սակայն լույս կա։ Եվ հոնուր լույս կա, խավարը քոյություն չունի այդտեղը։ Տեր Հիսուս Քրիստոս կենաց լույսն է։ Անիգա եկավ, որ այս աշխարհի խավարը, մեղքի խավարը վդարե։ Եվ ապա մեզ իր արփանյակներուն ցկեց, որբեսի մենք ալ երթանք մեր գարքին դերոջը համար փայլինք։ Մեր կարողության չափովը։ Մեր կարողութենն ավելի չի բանջեր դերը, ոչ ալ մեր կարողութենն բագած։ Եթե մեր բարդականությունը լմաննենք, դերը քող կլաց է։ Ուրեմն թունալ եղբայրի եւ քույր գրնած փայլիլ դերոջ համար այսօր։ Ֆիլիպեցոց 2 եւ 15-ով փագեմ։ Որբեսի գսե ըլլակ ամփից եւ անարած Գամագոր և խոդորյալ մեղսալի աշխարհի մեջ, որբեսի թուք լուսավորներու պես փայլիկ այս աշխարհի մեջ, և դերը փառավորվի սիրելիներ մեր փայլելովը։ Ով հայր երկնավոր քեզի գուքանք և գաղոթենք որբեսի մեզ քու թաշտից մեջ լուսավորները ներ, որ մարդիկ ավետարանին լույսը տեսնելով մեծ լուսավորին հրաբուրվին։ Լույսը չեն վարեր և քրավնի տակ թնել գսես, հապազայն աշտանագի վրա գտնեն, որբեսի դանը մեջ եղողներուն լույս տա։ Դուր որ մենք ալ մեր լույսերը աշտանագի վրա տնենք, վեր բարձրացնենք, որբեսի բոլոր տեսնողները Տեր Հիսուս Քրիստոսը ճանչնան, իբրև իրենց անձնական փրկիչն ու դերը։ Փառքի համար, ամեն։